Հաղորդման հովանավորն է Austrian Airlines-ը։ Ավստրիական ավիաուղիներ, մեր թռիչքը ձեզ ժպիտ է պարգևում։ Շարունակելով ներկայացնել աշխարհի գլխավոր քաղաքների ժամանցավայրերը, այս անգամ ես մեկնեցի Նյու Յորք, ամենախենթ քաղաքը աշխարհում, ամենամեծ ոգեշնչման աղբյուրը համաշխարհային սելեբների համար։ Մեր ինքնաթիռը։ Առաջին պետք է աներ հյուրանոց հասնի, դա սափրվելն է։ Եվ այսպես 12 ժամ թռիչք ավստրիական ավիաուղիների հարմարավետ բիզնես կլասում, եւ ես իմ երազանքների քաղաքում եմ, եւ ոչ միայն իմ։ Իհարկե առաջին իսկ խնդիրը, որին մենք հանդիպեցինք, դա ժամային գոտու փոփոխությունն էր։ Առաջին 2 օրերին ես ընդհանրապես քնած էի, 3-րդ օրը կիսա քնած եւ միայն 4-րդ օրը ես կարողացա գնահատել Նյու Յորքի ողջ հմայքը։ Ամեն առավոտյան ես արթնանում էի ժամը 8-ին եւ մինչ կեսօր խելագարի պես շրջում էի 8 միլիոն բնակչություն ունեցող Նյու Յորքի փողոցներում։ Նյու Յորքն ամենամեծ ադրենալինի պաշարն ունեցող քաղաքն է, որը մեզ փոխանցում է մեծ էներգիա, նոր նախագծեր իրականացնելու ծրագրեր եւ իհարկե ազատության զգացում։ Այսպես մենք արդեն Նյու Յորքում ենք Sofitel հյուրանոցում, այստեղից սկսվում է մեր շրջագայությունը եւ մոտակա 2 շաբաթների ընթացքում դուք դիտելու եք Կամոբլոկ ժամանցի հատուկ Նյու Յորքյան թողարկումը։ Ասեմ, որ այս հյուրանոցը շատ սկանդալային հյուրանոց է այն իմաստով, որ այս 30 հարկանի շքեղ ապակեպատ հյուրանոցում այս տարի տեղի ունեցել միջազգային ամենամեծ սկանդալներից մեկը մայիս ամսին միջազգային ֆոնդային բիրժայի գլխավորը այստեղ մեղադրվել է 32-ամյա սպասուհու հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ եւ իդեպ մեղադրանքը ընդունվել է եւ նա աշխատանքից հեռացվել է եւ դրանից հետո Sofitel-ը բազմապես կապում են այդ սկանդալի հետ։ Մեր հյուրանոցի տոնդածառն է, տեսեք ինչ օրիգինալ է։
նայել մեր Նյու Յորքի ֆոտոները արդեն։ Տեսեք ինչ օրիգինալ է դիզել բրենդի բուտիկի դիզայնը, շատ հետաքրքիր էր։ Ավինյուում ամենահայտնի բրենդերի բուտիկներն են, տեսնում եք հետևում Louis Vuitton-ը Saint-Laurent այս կողմում Tiffany Company-ն է։ Իսկ հանդիպակաց մայթում դուք կարող եք տեսնել Rachel Weisz-ին, ով այս շրջանում Bulgari դեմքն է։ Մենք Fifth Avenue-ի հանրահայտ Saks-ի մոտ ենք, Saks սրահի, որտեղ ինչպես տեսնում եք ցուցաբերքերն արդեն այնքան հետաքրքիր են, որ կարծես ֆիլմում լինես։ Նյու Յորքը համաշխարհային նորաձևության առաջատար քաղաքներից մեկն է։ Այստեղ բրենդամոլները կարող են պարզապես խելագարվել սրահների եւ բրենդերի բազմազանությունից եւ տեսականուց։ Always in my head, I love you.
տեսանք Ռիհաննան Նյու Յորքի գլխավոր աստղերից մեկն է, որովհետև նրա պոստերները ողջ քաղաքով մեկ են, եւ նրա ուսանելիքի պոստերը եւ Armani գովազդային պոստերները, որ իրենք են հանդիսանում Ռիհաննան, նա նույնիսկ այստեղ երբ մենք լսում ենք Ռիհաննայի երգերը ամենուր, սկսած մետրոյից մինչև տաքսիների մեջ, դա այստեղ ավելի պոպուլյար է, համենայնպես մեզ այդպես թվաց, քան նույն Բիյոնսեն, Գագայի մասին ոչինչ չեն կարող ասել, դեռ չենք անում։ Don't show yourself, not yet. Baby, let's get there slowly. Time is holy, hell is lonely, and summer's blinding speed. Out loud, don't lay your heart down, stay proud. Morning's been waiting all night. Keep your baby eyes bright and stand upright. Այսպեսին է Times Square-ը հայտնի ցերեկով, բայց ընդհանրապես Times Square-ը պետք է գիշերով տեսնել, որովհետև երբ գիշերով այս բոլոր գովազդները մոնիտորներով պտտվում են, դու իրակ ոնց որ շատ մեծ հեռուստաընկերության հետ մեջտեղում լինես ու ամեն կողմից իրոք անհավատալի այսքան մեծ չափով էկրաններ ու այսքան շատ գովազդներ ինչպես են պտտվում, շատ գեղեցիկ է, մանավանդ գիշերը, մենք գիշերը անպայման կգանք այստեղ։ Heaven's on fire. Give me the list and show no weakness. Heaven's on fire. Don't show yourself just yet. Առաջին տպավորությունը հետ առաջին գիշերվա ուղղակի աննկարագրելի է։ Times Square-ը ամենահայտնի վայրերից մեկն է Նյու Յորքում, որտեղ այնքան շատ են advertising-ները եւ լույսերը ու գովազդները, որ դու քեզ ուղղակի բեմում ես զգում, այստեղ է Hard Rock Cafe-ն, այստեղ է Planet Hollywood-ը, որը մենք մի փոքր ուշ կայցել ենք, Starbucks-ը, այստեղ կարող ես ուղղակի ժամերով քայլել ու չհոգնել, որովհետեւ ամենագեղեցիկ վայրերից մեկը Նյու Յորքում հենց Սերժ, եթե դեմքի տարտարությունը չուղես, կգնաս տուն ու էլ հետ չես գա։ Հաղորդման հովանավորն է Austrian Airlines-ը։ Ավստրիական ավիաուղիներ, մեր թռիչքը ձեզ ժպիտ է պարգևում։